Իդեպ, Հայաստանում 18 միլիարդ դոլարի խաղադրույք է արվել։ Այս թիվը ընդամենը մեկ նախորդ տարվա արդյունքն է։ 2018 թվականին Հայաստանում խաղադրույքները կազմել են 400 միլիոն դրամ։ 2019 թվականից գրանցվել է շեշտակի աճ 1,2 տրիլիոն դրամ, 2020 թվականին 2 տրիլիոն դրամ, 21-ին 3,9 տրիլիոն դրամ, 2022 թվականին 5,8 տրիլիոն դրամ, 2023-ին 6,4, 2024 թվականին 7,2 տրիլիոն դրամ, 2025 թվականին միայն առաջին կիսամյակում արդեն 4 տրիլիոն դրամ։ Եկեք վերհիշենք, թե ինչ կարծիք ուներ խաղամոլության մասին Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին։ Քաղաքացիներին կողոպտելու մի եղանակ է։ Իմ կարծիքով ես դա էլի հուսահատության հետ եմ կապում։ Մարդիկ այնքան հուսահատված են, որ իրենց գործերը լավ կլինի, որ ուզում են ինչ-որ միած հրաշք տեղի ունենա եւ իրանք դրամագլուխ վաստակեն։ Դա արդեն շատ լուրջ խնդրեմ է։ Մի երկրում, որտեղ շուրջ 30% աղքատություն կա, մի կողմից ասում եմ աղքատությունն է խրախուսվում, մի կողմից կներեք բառից համար ղոմարբազությունն է խրախուսվում։ Այս խոսքերի հեղինակի թիմակիցն ԱԺ բերել նախագիծ, որով առաջարկում էր բարձրացնել բուքմեյքերական ընկերությունների հարկերը, սակայն ՔՊ-ն դեմ քվեարկեց։ Հայկ Սարգսյանի եւ Ալեն Սիմոնյանի միջև գզվռտոց տեղի ունեցավ։ Փաստացի նախագիծը դեմ էր բուքմեյքերական ընկերություններին։ Ստացվում է Նիկոլ Փաշինյանը ոչ միայն սխալվել է, երբ ասել է Արցախը Հայաստան է եւ վերջ, այլև սխալվել է մի շարք այլ հարցերում, ինչպես օրինակ խաղամոլությունը վերացնելու։ Հատկանշական է նաեւ, որ մի երկրում, որտեղ պետական բյուջեն տարեկան 3,6 տրիլիոն դրամ է, խաղադրույքները կազմում են տարեկան 7 տրիլիոն դրամ։ Հարց է առաջանում, եթե 2018 թվականի 400 միլիոն դրամ խաղադրույքը համարում էին ժողովրդին կողոպտելու միջոց եւ հուսահատության պատճառ, ապա ինչ կասեն 18 միլիարդի մասով։ Հիմա ով է կողոպտում ժողովրդին եւ ով է հասցրել հուսահատության։